Ոմանք Աստվածաշունչը համարում են պարզապես Իսրայելի պատմության կամ առասպելաբանության գիրք։ Սակայն Աստվածաշունչը աշխարհի ամենահին գիրքն է, որը գրվել է տարբեր ժամանակներում տարբեր մասնագիտությունների և ավելի քան 1600 տարվա տարբեր տարիքի մարդկանց կողմից։ Ավելի զարմանալի է, որ ավելի քան 1600 տարի գրված ամեն բան կապված է մարգարեության և կատարման հետ։ Եկեք ուսումնասիրենք Կյուրոս թագավորի և նրա կատարման մասին մարգարեությունը։ Կյուրոս թագավորը եղել է Պարսից թագավորության հիմնադիրը և Արևելքի նվաճողը։ Եկեք տեսնենք, թե ինչ մեծ հաջողությունների է հասել նա Աստվածաշնչում։ Այսպես է ասում Պարսկաստանի Կյուրոս թագավորը. Երկրի բոլոր թագավորություններն ինձ է տվել երկնքի Աստվածը, Տերը, նա ինձ պատվիրեց, որ Հուդա երկրի Երուսաղեմ քաղաքում իր համար մի տուն շինեմ։ Ինչու Պարսից թագավոր Կյուրոսը գովեց Իսրայելի Աստծուն և ազատ արձակեց իսրայելացիներին։ Կյուրոս թագավորը տեսավ իր անունը գրված Եսայի գրքում, որը գրվել էր իր կողմից իսրայելացիներին ազատելուց մոտ 170 տարի առաջ։ Այսպես է ասում Տերն իր օծյալին Կյուրոսին. «Ես բռնել եմ քո աջ ձեռքից, որպեսզի ազգերին հնազանդեցնեմ քո առաջ»։ Խավարի մեջ գտնվող գանձերը ծածուկ տեղերում պահված հարստությունները քեզ կտամ, որպեսզի իմանաս, թե ես եմ Տերը, Իսրայելի Աստվածը, որ կանչեցի քեզ քո անունով։ Կյուրոս թագավորը հասկացավ, որ Աստված օգնել է իրեն նվաճել Բաբելոնը։ Նա ազատեց իսրայելացիներին, ինչպես մարգարեացվել էր Աստվածաշնչում։ Արդյունքում Կյուրոս թագավորը մինչև օրս մարդկանց կողմից գովասանքի է արժանանում որպես հին միապետ, որը ստրուկներին ազատ է արձակում, ճանաչում է կրոնի ազատության իրավունքը։ Աստվածաշունչը նաև կանխագուշակել էր Հիսուսի ծնունդը մոտ 700 տարի առաջ, երկիր գալուց առաջ։ Ահա կույսը կհղիանա, ու մի որդի կծնի, նրա անունն Էմմանուել կդնի։ Ըստ այս մարգարեության, Աստված ծնվել է որպես Հիսուս կույս Մարիամի մարմնի միջոցով։ Բացի այդ, Աստվածաշունչը մանրամասնորեն կանխագուշակել էր, թե ինչպես է Հիսուսը տառապելու։ Անարգված մարդկանցից մերժված։ Բայց նա մեր հանցանքների համար վիրավորվեց, մեր անօրենությունների համար հարվածվեց։ Պատիժը, որ մեզ բարօրություն բերեց, նրա վրա ընկավ, նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ըստ այս մարգարեության, Հիսուսին խոցեցին, նիզակով մտրակեցին։ Թեև Աստվածաշնչի մարգարեությունները մարդիկ չէին հասկանում, երբ դրանք գրի էին առնվել, սակայն դրանք բոլորն էլ կատարվել են։ Ուստի Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ չպետք է արամարանքով վերաբերվենք մարգարեություններին։ Բանն այն է, որ մենք չենք կարող փրկվել, եթե արամարենք Աստվածաշնչի մարգարեությունները։ Քանի որ շատ մարգարեություններ կատարվել են ճիշտ այնպես, ինչպես գրված է, այնպես էլ մնացած մարգարեությունները անպայման կկատարվեն։ Մեծ երկրաշարժեր տարբեր տեղերում սով ու ժանտախտ կլինեն, երկնքից արհավիրքներ ու մեծամեծ նշաններ կլինեն։ Աստվածաշունչը հայտնում է, որ մենք պետք է փախչենք Սիոն, որպեսզի փրկվենք, երբ գա վերջին մեծ աղետն ու կործանումը։ Հավաքվեք։ Դրոշ պարզեք դեպի Սիոն, ապաստան փութացեք, մի կանգնեք, ով հետ ես հյուսիսից չարիք մեծ ավերում եմ բերում։ Սիոնը, որտեղ նշվում են Աստծո տոները, ապաստանի փրկության վայրը, որը Աստված խոստացել է մեզ։ Աստծո եկեղեցի աշխարհի ավետարանի միսիոներական միություն աշխարհում միակ եկեղեցին է, որը տոնում է Աստծո տոները ըստ Աստվածաշնչի ուսմունքների, այն Սիոնն է։ Աստծո եկեղեցին դառնում է ապաստանի փրկության վայր,
քանի որ Աստված ինքը բնակվում է այնտեղ մարմնում, սովորեցնում է իր ժողովրդին ճշմարտությունը։ Աստվածաշնչի յուրաքանչյուր մարգարեություն պետք է կատարվի առանց ծախողման։ Հավատացեք Աստվածաշնչի մարգարեություններին, բացարձակապես ստացեք փրկության օրհնություն Աստծո եկեղեցում, որը տոնում է Աստծո տոները։